Մարդկային պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենաարյունալի մարտը։ Վճռորոշ պայքար, որն ազդարարեց ֆաշիստական Գերմանիայի վախճանի սկիզբը, Ստալինգրադի ճակատամարտ։ Սովետական միության առաջնորդի Ստալինի անունը կրող քաղաքի գրավումը Հիտլերի համար ոչ միայն ռազմավարական նպատակ էր, այլ նաև վրեժխնդրության լուրջ քայլ, որը պետք է ցույց տար գերմանական տերության ուժն ու անխորտակելիությունը։ Բայց հենց Ստալինգրադի մատույցներում Սովետական միությունը կործանիչ հարված հասցրեց ֆաշիզմին, կոտրելով գերմանական բանակի հարձակողական թափը։ Շրջադարձային եւ արյունալի պայքար, հույսի վերջին փարոս Գերմանիայի համար։ 1942 թվականի ապրիլի 20-ին գերմանական առաջնորդի ծննդյան տորթի վրա պատկերված Կասպից ծովի պատկերը խորհրդանշելու էր պատերազմի ընթացքի հաջորդ փուլի մասին։ Արդյունաբերական խոշոր կենտրոնի Ստալինգրադի գրավումն ու Կովկասի նավթին տիրելու մոլեգին ցանկությունը գերմանական բանակին ստիպում էր կենտրոնանալ ճակատի հարավային ուղղության վրա։ Գերմանական գլխավոր շտաբը հարավային թևում բաժանվեց երկու բանակային զորքի։ Առաջինը շարժվեց դեպի Կովկասյան լեռնաշղթա, երկրորդը դեպի Վոլգա։ Երկրորդ բանակային խումբը Վերմախտի բանակի ամենամարտունակ 6-րդ բանակն էր, գեներալ Ֆրիդրիխ Պաուլյուսի հրամանատարությամբ։ Խորհրդային հրամանատարության գլխավոր շտաբը ակտիվ պաշտպանական միջոցառումներ ձեռնարկեց, թշնամու հարձակումը կասեցնելու եւ Կարմիր բանակի հետագա վճռական հարձակման համար պայմաններ ստեղծելու համար։ Հուլիսի 17-ին տեղի ունեցավ երկու կողմերի առճակատումը։ Սկսվեց Ստալինգրադի ճակատամարտը։ Հիտլերը անհանգստանում էր, որ Խորհրդային միության ռազմական ուժերը դուրս կգային դեպի Սև ծով, որին ինքն էր ձգտում, որով հնարավոր կլիներ հեշտությամբ, այսինքն սա մի եզակի ուղի էր հարավային Կովկաս ներթափանցելու եւ ռազմական գործողությունները հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Ի սկզբանե Խորհրդային միությունը չուներ այդքան ռազմական ուժեր, ընդհանրապես Ստալինգրադում ինքը կենտրոնացրել էր 386 հազարանոց բանակ, որը պիտի դիմակայեր մեծաքանակ ֆաշիստական նացիստական Գերմանիային, ինչպես նաև 6-րդ բանակային կորպուսներ այստեղ, ինչպես նաև իտալական բանակի 8-րդ դիվիզիային, հունգարական, ռումինական ռազմական ուժերին։ Ի սկզբանե ֆաշիստական Գերմանիան կենտրոնացրել էր մոտ 500 հազարանոց ուժ, մարտական մեծաքանակ տեխնիկա, որը 3-ից 4 անգամ գերազանցում էր խորհրդային ուժերին։ Ունենալով կենթանի ուժի եւ տեխնիկայի գերակշռություն հակառակորդը առաջ էր շարժվում։ Անհավասար մարտում խորհրդային զինվորները ոչ մի քայլ հետ բարերը շուրթերին շարունակում էին մարտնչել թշնամու դեմ։ Չնայած Կարմիր բանակի համար դիմադրությանը գերմանացիներին հաջողվում է անցնել Դոնը եւ գրավել գետի արևելյան ափի հենակետը։ 1942 թվականի օգոստոսի 23 արևոտ կիրակի, որը ողբերգական եւ դժոխային էր դառնալու Ստալինգրադ քաղաքի յուրաքանչյուր բնակչի համար։ Քաղաքում զբոսնող մարդկանց անդորը խախտվեց հանկարծակի 1000 ռմբակոծիչ ինքնաթիռների անտանելի աղմուկով։ Ստալինգրադում տները հիմնականում փայտից էին կառուցված։ Քաղաքի վրա ընկնող հրկիզվող ռումբերից փայտե տները միանգամից բռնկվում էին։ Մարդիկ խոճապահար փախչում էին Վոլգա գետի մոտ, թաքնվում ապաստարաններում, շենքերի նկուղներում, նույնիսկ կոյուղու խողովակներում։ Ամբողջ քաղաքը ծխի մեջ էր։ Նրանք, ովքեր փորձում էին թաքնվել նկուղներում, երկնքից թափվող ռումբերից հաճախ շնչահեղձ էին լինում։ Հրդեհվել էին Վոլգայի ափերին տեղակայված նավթի պահեստները։ Բոցավառվող նավթը թափվում էր գետի մեջ։ Քաղաքի կենտրոնում գտնվող տների 80%-ը ավերվեց հենց ռմբակոծության առաջին օրը։ Բարձրահարկ շենքերի փլուզման արդյունքում փլատակների տակ հայտնվեցին բազմաթիվ մարդիկ։ Գերմանական օդային նավատորմը այդ օրն իրականացրեց 2000 թռիչք։ Անհնար է պարզել առաջին օրվա զոհերի թիվը, քանի որ հաջորդ օրը կրկին վերսկսվեցին ռմբակոծությունները։ Մինչ օդային ուժերը շարունակում էին ռմբակոծել քաղաքը, գերմանական բանակը ցամաքային ուղով տանկերի միջոցով շրջափակում է Ստալինգրադը։ Մինչ շրջափակումը անցնելով տասնյակ կիլոմետր
տարեվերջեր նրանք դիմադրության չհանդիպեցին։ Օգոստոսի 23-ի կեսօրին նացիստական բանակի 14-րդ տանկային կորպուսը արդեն գտնվում էր Ստալինգրադի հյուսիսային ծայրամասում։ Թվում էր, թե հրդեհներով պատված քաղաքը միանգամից կընկնի, բայց ի զարմանս գերմանական զորքի դա տեղի չունեցավ։ Գերմանական տանկերի դեմ պայքարի դուրս եկան 1707 հրետանային գնդի հակաօդային պաշտպանները, որոնց շարքերում երիտասարդ աղջիկներն էին։ Նրանց խնդիրն էր կասեցնել Ստալինգրադի գործարանային հատվածին հասցվող օդային հարձակումները։ Նախաձեռնված դիմադրությունը հակառակորդին ստիպեց կրկին օդային ուժերի միջոցով հակահարված հասցնել խորհրդային զորքերին։ Գերմանական բանակը դեռ չէր հասցրել պաշտպանական դիրքեր գրավել քաղաքում, երբ խորհրդային հակաօդային պաշտպանությանը օգնության են հասնում տրակտորային գործարանների աշխատակիցները՝ 2 տանկ եւ 3 զրահապատ տրակտոր։ Իհարկե այդքան փոքր ջոկատով հնարավոր չէր կանգնեցնել վերմխտի առաջխաղացումը։ Գրեթե ոչ ոքի չհաջողվեց կենթանի մնալ Ստալինգրադի հյուսիսային ծայրամասում տեղի ունեցած ճակատամարտում։ Օրվա ավարտին Հիտլերի զորքերը հասան Վոլգա գետի մոտ քաղաքի հյուսիսային հատված։ Քաղաքը փրկելու համար Յոսիֆ Ստալինը Ստալինգրադ է ուղարկում իր լավագույն զորահրամանատարներին Գեորգի Ժուկովին եւ Ալեքսանդր Վասիլևսկուն։ Նրանք փորձեցին ներսից ապաշրջափակել քաղաքը։ Գերմանացիների դեմ հակահարվածներ հասցվեցին հյուսիսից եւ հարավից։ Պաշարված օղակը ճեղքել չհաջողվեց։ Կորցնելով տասնյակ հազարավոր զինվորներ եւ հարյուրավոր տանկեր, Կարմիր բանակը կարողացավ ընդամենը մի քանի կիլոմետր առաջանալ։ Սակայն այս հակագրոհը խորտակեց գերմանական բանակի Ստալինգրադը մեկ օրում գրավելու հույսերը։ Շուրջ 2 շաբաթ ճակատում լռություն էր տիրում։ Հիտլերը մտահոգված էր գերմանական զորքի մարտավարության դանդաղ զարգացմամբ։ Նա հասկանում էր, ժամանակ կորցնելը կբերեր կործանարար հետևանքների։ Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան Վերմխտի զորքերը վերսկսեցին հարձակումը Ստալինգրադի կենտրոնական շրջանների վրա, հիմնական հարվածն ուղղելով Մամա եւ Կուրգանի եւ երկաթուղային կայարանի վրա։ Այդ օրը թշնամին որոշ առաջխաղացում ունեցավ։ Սեպտեմբերի 14-ը քաղաքի պաշտպանության ամենածանր օրերից մեկն էր։ Ճակատի այդ նեղ հատվածում հակառակորդը կենտրոնացրել էր 6 դիվիզիա։ Այդ խմբավորումն ուներ 500 տանկ եւ օդից նրանց օգնում էին հարյուրավոր ինքնաթիռներ։ Գերմանական զորքերի նպատակը պարզ էր՝ հասնել Վոլգա գետին, ինչից հետո Կարմիր բանակը կհայտնվեր ջրի եզրին եւ ստիպված կլիներ հանձնվել։ Հիտլերը մտադրվել էր Ստալինգրադ գրավել բավականին սեղմ ժամկետում, երկշաբաթյա ժամկետում, հաշվի առնելով, որ ողջ Լեհաստանին ինքը տիրացել է 27 օրում, Ֆրանսիային 38 օրում, Ստալինգրադը իր կարծիքով այդքան էլ մեծ ռազմական գործողությունների արդյունքում չպիտի ինքը կարողանար գրավել, դրա համար նախատեսել էր երկշաբաթյա ժամկետ, իսկ դուրս գալով Վոլգայի ափ ինքը կկտրեր ցամաքային ուղին, որով կկարողանար Ռուսաստան խորհրդային միության ողջ ռազմական ուժը կատվածահար անել։ Սեպտեմբերի 18-ի մարտերն ավելի բորբոքվեցին։ Կոտրելով թշնամու դիմադրությունը խորհրդային զորքերը դանդաղ, բայց եւ համառորեն առաջ էին շարժվում, կրկին գրավելով զավթված տարածքները։ Թշնամին մի քանի անգամ փորձեց հակագրոհի անցնել, սակայն ձախողվեց։ Մի քանի գումարտակներով, տասնյակ տանկերով եւ ինքնաթիռներով թշնամին օրական 10-ից 15 գրոհ էր ձեռնարկում, սակայն սովետական զինվորները հետ էին մղում թշնամու բոլոր գրոհները, պատճառելով մեծ կորուստներ։ Սովետական քաջարի զինվորները կռվում էին նացիստական զորքերի դեմ, հաղթելով մահին։ Հերոսները զոհվում էին, բայց չէին նահանջում։ Նրանք արյան վերջին կաթիլն անգամ չէին խնայում հակառակորդի հարձակումներին դիմադրելու համար։ Նրանք հավատարիմ մնացին իրենց երդմանը, խիզախորեն պաշտպանելով հայրենի հողի յուրաքանչյուր թիզը։ Ստալինգրադի պաշտպանների ինքնազոհաբերումը ցնցեց ողջ աշխարհը։ Ստալինգրադը անառիկ ամրոց էր, ոչ թե իր կառույցներով, այլ սովետական ժողովրդի համառ դիմադրությամբ ու անձնազոհությամբ։ Մեծ նշանակություն տալով Ստալինգրադի պաշտպանությանը գերագույն գլխավոր հրամանատարության ռազմակայանը Ստալինգրադի ռազմաճակատին առաջադրանք տվեց։ Պաշտպանությունը քաղաքում այնպես կազմակերպել, որ յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր քաղաք դառնա ամրոց։ Քաղաքը ոչ մի դեպքում չպետք է հանձնել թշնամուն։
Ստալինգրադի հերոսամարտում մեծ ազդեցություն ունեցավ դիպուկահարների ներգրավվածությունը։ 3 ամսվա ընթացքում հրաձգային դիվիզիայի դիպուկահարները փողոցային մարտերում ոչնչացրին 3166 գերմանական զինվոր եւ սպա։ Ֆաշիստական հրամանատարությունը ձգտում էր կտրուկ միջոցներ ձեռնարկել սովետական դիպուկահարների դեմ։ Գերմանիայից Ստալինգրադ գործուղվեց Բերլինի դիպուկահարների դպրոցի ղեկավար Կոնինգսը։ Նա առաջադրանք էր ստացել վերացնել հայտնի դիպուկահար Զայցևին, սակայն նրա հետապնդման 4-րդ օրը հենց ինքը Կոնինգսը ընկավ Զայցևի դիպուկ գնդակից։ Միայն Ստալինգրադի հերոսամարտի օրերին Զայցևը ոչնչացրել է 242 գերմանացու։ Խորհրդային միության, թե սպայական ազնագազմի, թե Կարմիր բանակի, թե շարքայինների սխրանքը անգնահատելի է։ Ստալինգրադ սա խորհրդանշում է որպես խորհրդային զինվորի, Կարմիր բանակի զինվորի տոկունություն, քաջություն, մոտ 112 հոգի հենց Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ արժանացան խորհրդային միության հերոսի կոչման։ Հոկտեմբեր ամսվա կեսերին սկսվեցին նոր եւ ավելի կատաղի մարտեր։ Մամա եւ Կուրգանի արևելյան լանջերը զբաղեցնում էին խորհրդային զորամասերը, իսկ արևմտյանը գերմանական։ Սովետական զորքերը ստիպված եղան դաժան կրակոցների եւ պայթյունների ներքո վտանգելով իրենց կյանքը կառուցել թունելանման խրամատներ։ Ի վերջո սովետական զորքին հաջողվեց ճեղքել թշնամու պաշտպանությունը, գրավել եւ զբաղեցնել գերմանացիների խրամատները։ Մամա եւ Կուրգանի լանջերում մարտնչող շատ մարտիկներ, հրամանատարներ եւ քաղաշխատողներ ընկան քաջարի մահով։ Նոյեմբերի 11-ին թշնամի մեծ կորուստների գնով ճեղքեց խորհրդային զորքի պաշտպանությունն ու հասավ Վոլգագետ։ Թշնամու գրոհը հետ մղելու համար դիվիզիայի ամբողջ ուժերը ընդհուպ գնդերի եւ դիվիզիայի շտաբների աշխատակիցները դուրս ելան մարտնչելու թշնամու դեմ։ 11 ժամ տևում է դաժան մարտը։ Մարտի այդ վճռական պահին դրությունը փրկում է հայազգի կապիտան Աշոտ Բարսեղյանը։ Ստանձնելով գնդի հրամանատարությունը նա համարձակորեն առաջ է նետվում, կասեցնելով թշնամու գրոհները եւ զորամասը կապիտանի ղեկավարությամբ շեշտակի հարվածով դուրս է շպրտում կարևոր բնագծից։ Գրիգորի Բաղարյանը, Աշոտ Ամատունին, Սերգեյ Բուրնազյանը, Արամայիս Պողոսյանը, Ասքանաս Կարապետյանը, որոնք մեծ ավանդ են ունեցել Ստալինգրադի ճակատամարտում, այստեղ կռվել են 30,000 հայեր, որի 1/3 մասը, այսինքն 10,000-ը զոհվել է Ստալինգրադի ճակատամարտի ընթացքում։ Բացի այդ հայերը իրենց մեծ ավանդ են ներդրել հենց Ստալինգրադի ճակատամարտում թե ռազմաօդային ուժերում եւ թե տանկային շարասյուններում։ Տանկային շարասյուններում ունեցել ենք մոտ 1000 մասնակից, ռազմաօդային ուժերում 200, այստեղ նաեւ Ստեփան եւ Վլադիմիր Միկոյան եղբայրները, ռազմաօդային ուժերում Վլադիմիր Միկոյանը մահացու վիրավորում է ստացել եւ զոհվել է։ Եվ կարելի ասած Ստալինգրադը մեծ նշանակություն ուներ նաև Հայաստանի համար, նաև էլի խորհրդանշական, որովհետև սա նաև Հայաստանի անվտանգության, Հայաստանի գոյության գրավականն էր համարվում։ Նոյեմբերի կեսերին լիովին սպառվեց խորհրդային պաշտպանների թե ռազմամթերքը, թե սննդամթերքը։ Զինվորները շուրջ 5 օր կռվեցին թշնամու դիրքերից խլված զենքերով եւ ռազմամթերքով։ Ռազմամթերքն ու սննդամթերքը նետում էին ինքնաթիռներից, այն էլ կամ հայտնվում էր Վոլգագետում, կամ թշնամու դիրքերում։ Չնայած դժվարություններին, քաղցած զինվորները խնայելով յուրաքանչյուր փամփուշտը հերոսաբար էին մարտնչում թշնամու դեմ։ Այդ օրերին գերմանացի սպանված զինվորներից մեկի գրպանում հայտնաբերված նամակում գրված է. «Մեզ հարկավոր է հասնել մինչև Վոլգա։ Մենք այն տեսնում ենք, մինչև գետը 1 կիլոմետր է։ Մենք կռվում ենք մոլեգնորեն, բայց գետին հասնել չենք կարողանում։ Մեր դեմ ըստ երևույթին կռվում են մահապարտները։ Նրանք որոշել են կռվել մինչև վերջին զինվորը, իսկ քանիսն են նրանցից մնացել այնտեղ վերջինները, եւ երբ է վերջանալու այս դժոխքը»։ Ստալինգրադի մատույցների եւ քաղաքի արյունահեղ մարտերը ցույց տվեցին, որ խորհրդային հրամանատարությունը ծանր իրադրության պայմաններում կարողացավ ճիշտ կողմնորոշվել եւ կանգնեցնել թշնամու ուժեղ ունենք առաջխաղացումը։ 1942 թվականի նոյեմբերի 19-ին սովետական զորքերի հուժկու եւ շեշտակի հարվածով ամբողջ ռազմաճակատով ճեղքվեց թշնամու խմբավորումը։ Հրետանային կրակը ջախջախեց գերմանական պաշտպանության ամբողջ համակարգը։ Տանկային կորպուսի ուժերին հաջողվեց կոտրել գերմանացիների հակահարձակումն ու դիմադրությունը։
Գերեվարվեցին մեծ թվով գերմանացիներ, այնուհետև սովետական զորքը թեքվեց դեպի հարավ-արևելք, մոտենալով Դոնին։ Կորպուսի հրամանատարությունը որոշեց գիշերով գրավել կամուրջը։ Սովետական տանկիստները դիմեցին հնարամուտության։ Լույսեր վառած տանկերը մոտեցան անցումին։ Կամուրջը պաշտպանող գերմանացիները տանկերին ընդունելով որպես գերմանական դիմադրություն ցույց չեն տալիս։ Քաջարի տանկիստները սրընթաց գրավում են կամուրջը եւ կազմակերպում շրջանաձև պաշտպանություն։ Իր փոքրատիվ ջոկատով հայազգի փոխգնդապետ Ավագովը խոճապի է մատնում թշնամուն եւ գերի վերցնում գումարտակի բոլոր զինվորներին։ Կործանման կաթսայի մեջ ընկած Հիտլերյան բանակը հոգեվարքի մեջ վերջին ճիքերը գործադրելով կատաղորեն դիմադրում էին շրջապատման օղակը սեղմող խորհրդային զորամասերին։ Տրանսպորտային ավիացիայի միջոցով գերմանական հրամանատարությունը փորձեց կարգավորել շրջափակված զինվորականների սննդամթերք մատակարարելու գործը։ Խուսափելով անտեղի արյունահեղությունից սովետական հրամանատարությունը առաջարկում է գերմանացի գեներալ ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլոսին կապիտուլյացիայի ենթարկվել, սակայն վերջինս հրաժարվեց, մերժեց խորհրդային հրամանատարության մարդասիրական առաջարկը։ 1943 թվականի հունվարի 10-ին սկսվեց Դոնի ռազմաճակատի զորքերի հարձակումը։ Հիտլերականները ձեռնարկեցին կատաղի հակագրոհներ, որոնք ուղեկցվում էին տանկերի եւ հրետանու գրակով, սակայն կանգնեցնել սովետական զորքերի հարձակումը նրանց չհաջողվեց։ Հունվարի 26-ին Դոնի ռազմաճակատի հրամանատարությունը Կարմիր բանակի գլխավոր շտաբին հաղորդում է, որ բանակն ավարտում է Ստալինգրադ քաղաքի մաքրումը թշնամու զորքերի մնացորդներից։ Հիտլերը իշխանության գլուխ անցնելուց ուղիղ 10 տարի հետո 1943 թվականի հունվարի 31-ի առավոտյան ժամը 10-ին Վոլգոգրադի հանրախանութի նկողում գերմանական 6-րդ բանակի գեներալները գեներալ Ֆելդ մարշալ ֆոն Պաուլոսի գլխավորությամբ գերի հանձնվեցին։ Հունվարի 31-ին վերջացավ գերմանա-ֆաշիստական զորքերի հարավային ամբողջ խմբավորման լիկվիդացիան, սակայն հյուսիսային խմբավորման հրամանատար գեներալ Շտրեկերը հրաժարվեց հանձնվել։ Փետրվարի 2-ին խմբավորման 40,000 գերմանական զինվոր եւ սպա գեներալ Շտեկերի գլխավորությամբ զենք ցած դրին։ Հենց Ստալինգրադի ճակատամարտն էր, որ կասեցրեց նացիստական Գերմանիայի պլանները եւ սրանով խորհրդային միությունը կարողացավ, սրանով կանխորոշվեց երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը։ 1943 թվականի հունվարի 10-ից մինչև փետրվարի 2-ը Դոնի ռազմաճակատի զորքերը ջախջախեցին հակառակորդի 22 դիվիզիան, գերի վերցրին 91,000 մարդու, այդ թվում 2500 սպա եւ 24 գեներալ։ Այս մարտերի ընթացքում թշնամին կորցրեց 120,000 զինվոր եւ սպա։ Չեղարկվեց Բերլինում շքեղորեն նախապատրաստվող Հիտլերի շքահանդեսը Ստալինգրադում բեմադրությունը։ 1943 թվականի փետրվարի 2-ին դադարեցին մարտական գործողությունները Ստալինգրադում։ Գերմանիայում 3 օրյա սուգ հայտարարվեց։ Կարմիր բանակի հաղթանակը Ստալինգրադի պատերի տակ համաժողովրդական ցնծություն էր սովետական ժողովրդի համար։ Ստալինգրադը դարձավ թիկունքային քաղաք։ Ստալինգրադյան ճակատամարտում խորհրդային զորքերը ջախջախեցին 32 դիվիզիա եւ 3 բրիգադ, 16 դիվիզիա կորցրեց իր կազմի կեսը։ Գերմանա-ֆաշիստական զորքերը տվեցին 1.5 միլիոն զոհ, վիրավոր եւ գերի, կորցրին մոտ 3.5 հազար տանկ եւ գրոհող տեխնիկա, ավելի քան 12,000 հրանոթ եւ ականանետ, ավելի քան 3,000 մարտական եւ տրանսպորտային ինքնաթիռներ, 75,000 ավտոմեքենա եւ մեծ քանակությամբ սպառազինություն։ Լորվա Շնող գյուղում բնակվող վետերան Միշա Սահակյանն է։ Ռազմաճակատ էին մեկնել 3 եղբայրներով, սակայն միայն նրան հաջողվեց կենդանի մնալ։ 44 թվին վերջին էր արդեն գնացել եմ կամանդիր պալքայի մոտ, սոված էին պահում։ Այնտեղից խնդրեցի, որ ճամփեն ֆրոնտ։ Իմ ընկերների հետ ուրեմն պարավոզով պուլման վագոններով խոզի նման սալոմի վրա պարկել ենք մինչև Բրեստ վագոնով Բելարուսիա։ Այնտեղից բաժանել են, որը պեխոտ, որն արտիլերիա։ Ես սվյազն ընկա, որ ռուսերեն լավ գիտեի, պերևոդ էի անում տեղերացնային լավ չգիտեին։ Այնտեղից ոտով Լեհաստանով տարել են
Բերլինի տակով Մագդենբուրգ։ Քաղաքը Էլբագետը կիսում է երկու մասի։ Ստոպյատի աջելնի պոլք սվյազի մեջ էին։ Այդտեղից հիվանդացա ապերացիալին արձակուր տվին եկա գյուղը, ուստեղից ետ գնալուս ուշացել էի։ Այդ շթողին Գերմանիա, Կոբրին քաղաք, Բելարուսիայի։ Սամալյոտներ էին կապսուլուշ վտանում, ընդեղից բերին Մինսկ, սկզբից պատերազմ որ վերջացավ, լեյտենանտի զվանի էին տալիասի չեմ, երկու աղբերս զոհվել են, մերը ստեղ մենակ, ասի չեմ, եկա գյուղով, 51 թվին մինչև ծառայել եմ, համարը 7 տարի, ասի մարդ խոհաֆիցեր չեմ, Պաստող եք գնամ, վերջը մի կերպ պոկվեցի, եկա գյուղը, եթե սովետի գլխին Ստալինը չլեր, որովհետև նրա դիսցիպլինան հաղթեց, բայց մերոնք սկզբից համարեց ենք դրանք կարգին չունեին, իսկ հիտլերովցիք մինչև ատամները սիմաց էին, Ստալինը դիսցիպլինան շահեց պատերազմը։ Անգամ այս պատկառելի տարիքում հողի հետ աշխատանքը շարունակում է նրա համար մնալ ամենահաճելի զբաղմունքներից մեկը։ Ասում է, դժվարություններ եղել են, պատերազմ, կորուստներ, սակայն բնության հետ շփումը նրան փորձություններին դիմակայելու ուժ է տվել։ 99-ամյա Միշա Սահակյանը կյանքի ուղեկից է փնտրում։ Այնպիսի մարդու, ում հետ կարող է կիսել ամեն մի վայրկյանը եւ հիշել անցած լավ ու վատ ժամանակների մասին։ Գյուղը լավանա շատ, ախերք մարդիկ լոդրը փախչում են Երևան, մեկ էլ մենակ եմ, 60-ից բացել եմ, մինչև 80, կինեմ մոտս զրցանգեր էլի, զրցանգերա պետք է, մենակ եմ մնացել։ Ձեր ընտանիքին նամակ ֆրոնտից ում էիք գրում, հասցեատելով։ Մամաս էր։ Ինչ էիք գրում բա։ Դե գրում էինք, որ շուտով կհաղթենք, կվերադառնանք մեր տները, այլ ինչն էինք գրել։ Հաղթանակի այս ժամանակը անձնվեր ու անվեհեր պայքարի մասին է։ Պայքար, որը խարսխված էր համերաշխության և միասնության վրա։ Սովետական միության բազմազգ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը ամրապնդվեց ու կոփվեց հենց Ստալինգրադի հերոսամարտում։ Տարիներ են անցել։ Ստալինգրադի փլատակների տեղում բարձրացել է հրաշագեղ ժամանակակից Վոլգոգրադ քաղաքը։ Միայն ալրաղացի շենքն է մնում սերունդներին որպես հուշ այն դաժան ու ահեղ օրերի, երբ սովետական մարդիկ մահու և կենաց պայքարի դուրս ելան ոսոխի դեմ ու տարան մի փայլուն հաղթանակ, որը դարձավ դարին մարդկային պատմության բախտորոշ իրադարձություններից մեկը։ Հիշելով ու արժևորելով հերոսական դրվագները, միասին անցնենք հաղթանակի ճանապարհով։ Նախագիծն իրականացվում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։